Ամիսներ տևած նախաքննություն, 30 դատական նիստ և հարձաքննված բազմաթիվ վկաներ ու տուժողներ։ Ազատի զինվորական կացարանում 15 ժամկետային զինծառայողի մահվան 3-րդ տարելիցն է այսօր դրանում։ 3 տարի անց, սակայն, այս ողբերգական դեպքի առնչությամբ ավելի շատ հարցեր են առաջացել, քան տրվել են պատասխաններ։ Նախորդ տարի դատարանում հարձաքննվել են փորձագետներ, փորձագիտական խմբի ղեկավարը։ Նրանց տված եզրակացությունները և բացատրությունները հակասության մեջ են գործով ներկայացված հետազոտությունների մյուս տվյալների հետ։ Դատաբժիշկների կողմից տրված եզրակացության համաձայն զոհված զինծառայողների մահը վրա է հասել շմուլ գազի եւ այրվածքի, ընդ որում կենթանության օրոք, ջերմային էներգիայի ուրեմն պատճառով։ Եվ հիմա իմ կարծիքով հետեւյալն է, նշված փորձագետը բացառել էր փայտե վառարանի շահագործման արդյունքում, որ կարող էր առաջանալ շմուլ գազ։ Արդեն 2 տարի քննչական կոմիտեում գործից առանձնացված քրեական վարույթ կա, որի վերջը չի երևում, նշում է տուժողների իրավահաջորդի փաստաբանը։ Բացի այդ, մինչև հիմա պարզ չէ, թե ինչու է աղավաղվել դեպքի վայրը, ինչը չափազանց բարդացրել է գործողությունների հաջորդականությունը վերականգնելու process-ը։ Համապատասխան մարմինները ոչ մի քայլ չեն ձեռնարկել դեպքի վայրը պահպանելու, որպեսզի վարույթ իրականացնող մարմինը իրականացնել անհետաձգելի ապացուցողական վարույթային գործողություններ դեպքի համար էական նշանակություն ունեցող հետքերը, ապացույցներին տիրապետելու համար։ Կարող ենք մենք գալ հետևության, որ դա արվել է հետքերը թաքցնելու, ճշմարտությունը թաքցնելու համար։ Եթե առաջնորդվենք պաշտոնական վարկածով, ապա կստացվի, որ բանակում բացի թողի եւ անվերահսկելի վիճակ է, եզրակացնում է փաստաբանը։ Այնինչ զոհվածների հարազատներն այլ վարկածներ են հավանական համարում։ Դիվերսիայի վարկածը առաջ քաշեցինք, բացառում են։ Չեք բացառում, իրանց կամանձերն էլ եկավ դատարան, ասում է, եթե դիվերսիա լիներ, մենք դրա պատասխանը կտայինք դրանից հետո։ Բացի այդ, ըստ փաստաբանի, գործով մեղադրյալներից Եղիշե Հակոբյանը իրենց հետ հանդիպման ընթացքում ձեռագիր գրել է գործին առնչվող մի շարք մանրամասներ։ Եթե նա խոսի դատարանում, մեղադրյալների թիվը կլինի ավելի մեծ, իսկ այսպես հավանականություն կա, որ պատասխանատվության կենթարկվեն փոքր ձկները, բայց շնակ ձկները կմնան անպատիժ։ Այս գրառումներում առկա են, որ դեպքի նախորդող օրերին արծարծվել է այդ տարածքում ինչ-որ խմորումների խոսակցությունների հանգուցալուծմանը մասնակից դառնալու ծնողների հետ առնչություն ունեցող գործող իշխանության կարկառու ներկայացուցիչներից մեկի անունը, որ ազգային ժողովի պատգամավոր է, որը որոշակի առնչություն է ունեցել այդ նախորդող ժամանակահատվածում այդ կացարանում տիրող հարաբերությունների պարզման գործընթացին։ Ազատի կացարանում հրդեհից զոհված զինծառայողների հարազատները նշում են, որ նախորդ տարիներին արել են ամեն ինչ, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի, սակայն իրավասու մարմինների ոչ կոմպետենտ լինելու պատճառով գործի վերաբերյալ իրենց նույնիսկ փոքր ակնկալիքները չեն արդարացել։ Արմեն Նաթալյան, ժամը լրատվական։